5 օր է մի քանի 100 մարդ շարունակում է որոնել ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին։ Փոքրիկը անհետացել է հոկտեմբերի 27-ի երեկոյան եւ մինչեւ այժմ որևէ հետ հնարավոր չի եղել հայտնաբերել։ Նա վերջին անգամ մեծ եղբոր հետ է եղել։ Միասին գնացել են դաշտ, եղբայրը վերադարձել է, 3 տարեկան տղան ոչ։ Որևէ տեղեկություն եղբորից ստանալ հնարավոր չի լինում, քանի որ տղան համր է, չի կարողանում խոսել։ Լոգոպեդի հետ աշխատանքը նույնպես արդյունք չի տվել։ Բողազն օպտալ, ուրեմն երևի ողջացրել են, ինչ են նրան, չգիտեմ։ Փրկարարները, ոստիկանները, կամավորները Տիգրանին փնտրում են գյուղում, հարակից դաշտերում ու անտառում, Սևանա լճի ափամերձ հատվածում, լճում։ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների կեղծ դատավարությունը, բացառությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Հաջորդ դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հանդես կգա ճառով։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե քանի տարվա ազատազրկման կարող են դատապարտվել Բաքվում 2 տարուց ավելի պահվող հայ գերիները։ 2026-ին Իլհամ Ալիևի Երևան հնարավոր այցի մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Նա չի կարծում, թե մեջբերում ներկա պայմաններում Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հնարավոր լինի։ Հաջիևը միևնույն ժամանակ հայտնել է, որ պաշտոնական հրավեր նամակ Բաքուն Երևանից դեռ չի ստացել։ Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարն էր հայտարարել, որ հրավերներ ուղարկվել են Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարներին։ Շատ լավ նախաձեռնություն են։ Հայաստանի արտգործնախարարի կինը Գոհար Աբաջյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դարձել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի անդամ։ Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել էր ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն։ Տաշիր կապիտալը վերջին 5 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Վարդան Ալոյանի խոսքով այս առաջարկի հիմքում ոչ թե 3.6 միլիարդ դրամի, այլ արդեն 6 միլիարդի դրական տարբերությունն է։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերություն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, եթե չդիպչեն Բելարուսին, իրենք չեն ներքաշվի պատերազմի մեջ։ Նրա խոսքով աշխարհում կա ավելի քան 50 հակամարտություն, եւ Մինսկը չի ցանկանում ներգրավվել եւս մեկում։ Բելարուսի առաջնորդը նշել է, որ երկիրը պետք է դիմանա այս ժամանակահատվածին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանցկացնի միջուկային փորձարկումներ, եթե դա անեն այլ երկրներ։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե խոսքը վերաբերում է ստորգետնյա փորձարկումներին, նա ասել է. Շատ շուտով կիմանաք, մենք որոշ փորձարկումներ անելու ենք, եթե ուրիշ երկրներ պատրաստվում են դա անել կամ անում են, մենք էլ կանենք։ Ես դեռ չեմ բացահայտի մանրամասները։ Часть применения расчетной техники. Թրամփին նույն ոճով անուղղակի պատասխանել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Դաշնությունը չի ծրագրում միջուկային փորձարկումներ անցկացնել, բայց կվերսկսի դրանք, եթե դա անեն այլ երկրներ, ասել է Շոյգուն։ Պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ խոսել էր նախագահ Պուտինը, եւ այստեղ ոչ մի նոր բան չկա։ Ընդհանուր առմամբ մենք առաջինը չենք լինի, ասել է նա։ Готовности. Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային հեռահար Տոմահավք հրթիռներ տրամադրելու հարցին։ Գերատեսչությունը հայտնել է, որ ԱՄՆ զինապահեստը չի աղքատանա այդ ռազմական օգնության պատճառով։ Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային ճաշի ժամանակ ասել էր, որ չի ցանկանում այդ հրթիռները տրամադրել Կիևին, քանի որ մեջբերում չեն ուզում բաժանել այն, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ-ն պաշտպանելու համար։ Թեև Պենտագոնը
Պենտագոնը ռազմական պաշարների վերաբերյալ մտահոգություն չունի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները դեռևս լուծումներ են փնտրում, թե ինչպես Ուկրաինան կիրականացնի անձնակազմի ուսուցումը եւ հրթիռների կիրառումը։ Tomahawk, so we need a lot of other weapons. Լուվրի թանկարժեք իրերը ցանկացել են Darknet-ի սև շուկայի միջոցով վաճառել իսրայելական ընկերությանը։ Գողերի ներկայացուցիչը կողոպուտից 5 օր անց կապ է հաստատել ընկերության հետ։ Երկարատև ստուգումներից հետո մենք եզրակացրել ենք, որ անհայտ անձը իսկապես տիրապետում էր գողացված թանկարժեք իրերի առնվազն մի մասին։ Լրագրողների հետ զրույցում ասել է իսրայելական ընկերության ղեկավարը։ I'm sending you like so far 1 million articles. NASA-ի ղեկավար Շոն Դաֆին հայազգի Քիմ Քարդաշյանին հրապարակավ հավաստիացրել է, որ ամերիկացի տիեզերագնացներն իսկապես եղել են լուսնի վրա։ Այս արձագանքի պատճառը Քիմի հայտարարությունն է, որ ինքը միացել է լուսնային դավադրության տեսության կողմնակիցների շարքին։ Քարդաշյանները ռեալիթի շոուի ժամանակ դերասանուհի Սարա Փոլսոնին պատմել է, թե իբր տիեզերագնաց Բալդ Օլդրինը հերքեր է լուսնի վրա վայրեջքի փաստը։ Քարդաշյանի կարծիքով լուսնի վրա վայրեջքը կեղծվել է։ Ի պատասխան NASA-ի ղեկավարը սոցցանցի իր էջում գրել է. Այո, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք լուսնի վրա 6 անգամ եւ ավելին, Արտեմիս առաքելությունը վերադառնում է նախագահի ղեկավարությամբ։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում եւ կհաղթենք նաեւ այս մեկում։ Ակնկալվում է, որ տիեզերագնացների Արտեմիս առաքելության առաջին թռիչքը դեպի լուսին տեղի կունենա 2026 թվականին։